Ողջունում եմ բոլորիդ, ես Տելա Սարուխանյանն եմ եւ այսօր ներկայացնում եմ իմ շատ սիրելի մենքի առաքյալներին, որովհետեւ արդեն սովորույթ դարձած իմ մեկամսյա այցելության ամիսը մեկ անգամ որ գալիս եմ այդ այցելությանն եմ եկել Անուշիկին եւ նրա ընտանիքին, Անուշիկի պատմությունը բոլորդ արդեն գիտեք, ամիսներ շարունակ մենք ներկայացնում ենք եւ ես ամեն այստեղ գալով հպարտությամբ եմ ներկայացնում թե նրան, թե նրա աշխատանքը կատարած, թե նրա նպատակասլացությունը եւ կոկիկությունը եւ երեխաների հանդեպ ուշադրությունը եւ ցանկանում եմ ովքեր չեն հիշում ամռանը դեռ Անուշիկին ներկայացրեցինք, մեր երազանքների մոլորակից ուղիղ եթերով ներկայացրեցինք, Անուշիկը մի յուրահատուկ անձնավորություն է, սա առանձին կշրջեմ իր հետ էլ կխոսենք, ինքը կներկայացնի Երկար ժամանակ Սովետաշենի աղբանոցից հավաքում էր մետաղ, շշեր, պոլիէթիլեն, հանձնում, որպեսզի իր 4 բալիկներին պահի։ Նոր Գյուրինի այս փոքրիկ շինությունում բնակություն հաստատելով, թե համայնքի ղեկավարի աջակցությամբ, թե բարի մարդկանց, բավականին մեծ արդյունքներ է գրանցել, ես հիմա ներկայացնելու եմ, բայց ուզում եմ ասեմ, որ հենց Անուշիկի պատմությունը տեսնելիս ու մեր արձագանքող տեսակը բնութագրելիս ուզում եմ ասեմ, մենք սեր ենք հայեր, ամենալավն ենք եւ ամեն մեկը կարեկից է յուրաքանչյուրին, երբ որ խնդիր է տեսնում եւ ես նման պատմությունների ժամանակ եմ տեսնում մեր ապաքաղաքական, ապակուսակցական, իսկական ներողություն, իսկական հայի տեսակը, որը ձեռք է մեկնում իր կարիքն ունեցող ընկերոջը եւ անգամ իր վերջին լումայով կիսվում է։ Երբ որ Անուշիկը տեղափոխվել էր այս կացարան, տանիքը կաթում էր, տանիք չկար առհասարակ եւ ինքը կպատմի, որ համայնքի օգնությամբ, տեսեք վառարան, արդեն ինչ որ մի գյուղական միջավայր է եւ ես ամեն ամիս մենք առաքյալների աջակցությամբ գալիս եմ այստեղ սնունդ եմ բերում, բայց Տիկին Վարդու, Տիկին Անահիտի, Տիկին Աղավնի, Տիկին Հասմիկիս, այս անգամ Տիկին Աղավնի աջակցությամբ եմ եկել, բայց չեմ էլ ուզում այսպես անուններ ասեմ, որովհետև առաքյալներս 30-ից ավել են եւ նրանցից յուրաքանչյուրի ներդրումն է իմ բոլոր քայլերի մեջ, նախաձեռնությունների մեջ։ Սանհանգույցը, որը երբ որ նրանք եկել էին, չկար, պետք է նշեմ լվացքի մեքենան, որը մենք գտել էինք, տեղափոխել էինք, ռուբիկներ նվիրել, խնդիր ունի եւ փչացել է, եթե կլինի իմ ընկերների մեջ մարդ, ով կստանձնի վերանորոգման հարցը կամ եթե կա մարդ, ով ունի եւ իր մեքենան կնվիրի, շնորհակալ կլինենք, քանի որ ես համակարգման հետ կապված միշտ ժամանակի խնդիր եմ ունենում, Անուշիկի հեռախոսահամարն եմ տեղադրել, որպեսզի ովքեր ցանկություն ունենան հենց իր հետ կապ հաստատեն եւ անմիջապես նրան էլ հենց ուղղեն աջակցությունը։ Ովքեր հետևում են մեր այս ռեալիթի շոու սերիալանման կյանքի պատմությանը, իրական կյանքի պատմությանը, կհիշեն, որ այստեղ լուսամուտներ չկային եւ մի դատարկ շինություն էր, հատակ չկար, հատակը հիշում եք առաջին անգամ երբ որ եկան Անուշիկներ սվաղում, դուռ ունեն արդեն, ես ամեն ինչը հերթով ուզում եմ ցույց տամ եւ ուրախանամ, դուռ մուտքի դուռ, տանիքը ում աջակցությամբ էր Իսրայելի հայ համայնքի եւ մի փոքր կիսատ հատված կա, որը նույնպես պետք է Անուշիկը վերանորոգի, այս մի սենյակը, ստեղ նոր բան ունենք, լուսամուտ ունենք, էլի լույսը Ահա, ոչինչ Հեսա բացեմ Ահա Սուրանկյուններ արձագանքել եւ բավականին էլի աջակցություններ, մենք եվրո լուսամուտ ունենք, այսպիսի սենյակ ունենք եւ այստեղ հենց դրսի հատված էր, երբ որ բացում էր ինքը պատշգամբի նման տարածք էր եւ այսօր մենք այստեղ նույնպես ունենք երկու սենյակ, լուսամուտներով ժամանակավոր պատրաստ քիչ չափ խոհանոց, երկրորդ սպալնյա, ննջասենյակ
Բայց դեռ չենք կարող օգտագործել, քանի որ այնտեղ բաց հատված ունենք, փակենք։ Շատ լավ։ Հիմա ես որպեսզի այն ինչը պատմեցիր ոգևորված ճիշտ է պատմում եմ, բայց քո պատմածով ավելի քո աշխատասեղանի մոտ խնդրում եմ նստի Անուշիկ ջան ու բարձր կխոսես որ լսվի, էլի ես առանց միկրոֆոնների եկա։ Ես խնդրում եմ մի քիչ սկզբից, որովհետև միշտ ու բոլորին հետաքրքիր է, ես քո պատմությունը անվանելու եմ հաջողության պատմություն եւ չեմ ասելու, որ 1, 2, 3 հոգի են օգնել, ասելու եմ, որ քո 10 միլիոնանոց հայ ընտանիքն է քեզ ձեռք մեկնել եւ ես դրանով հպարտ եմ եւ ես հպարտ եմ, որ հայ եմ, որովհետև մեր տեսակը Անուշիկն էլ կփաստի, չէ, Անուշիկ ջան, արձագանքները եւ ինչքան լավն են բոլորը։ Խնդրում եմ մի փոքր ամենասկզբից ոնց էս որոշումը կայացրեցիր, որովհետեւ դուք աշկանդվում էիր օգնություն խնդրես եւ սովետաշենից գնում էիր, հավաքում էիր, ես քեզ հիշում եմ անգամ այդ ներքևի ճանապարհով, որ ես քաղաք էի գնում, ինչ որ սայլակի նման մի բաներ, չէ, որով հավաքում էիր մատերի ծայրերը կտրած ձեռնոցներով եւ դու փորձում էիր հացի խնդիր լուծես քո հրաշք բալիկների համար։ Ոնց որոշում կայացրեցիր։ Շատ էի ճիշտ ասած սկզբից նեղվում, բայց հետո հասկացա, որ չէ, կարելի է դիմել ու հուսալու Աստծո օգնությամբ, որ հաստատ մեզ կօգնեն, համ բալիկիս համար, համ ինձ համար, քանի որ ես էլ տեսողական շատ լուրջ խնդիր ունեմ ու առաջ ասված շուտով կվիրահատվեմ նաև տեսողությանս համար։ Էլի աջակիցների շնորհիվ։ Աջակիցների շնորհիվ մեզ բարի մարդիկ որոշել են օգնել այդ հարցում։ Մեզ ուրիշ էլի շատ լավ բարի մարդ օգնեց, որ ես մատնահարդարման։ Ահա, ես էս էի ուզում լսել։ Ապրանքները գնալ, որ լույսը, այստեղ մանիկյուրը չորացնելու ապարատը, այստեղ եղունները հեռացնելու մաքրի մանգույները, ամեն ինչը ունենամ, ձեռք բերեց ինձ համար։ Այնպես որ դու արդեն ունես մասնագիտություն եւ արդեն ունեմ 3-4 տարվա աշխատանքներ։ Ճիշտ է, դեռ վերջնական լավ անթերի չի, բայց համեմատաբար շատ լավ է։ Շատ ուրախ եմ, որի համար անչափ շնորհակալ եմ, որ իմ բալիկների կողքին են, իմ կողքին են մեր ժողովուրդը։ Ես հիշում եմ, որ դու նաև վարսահարդարման պարագաներ ունենալու երազանք ունեիր եւ ուզում էիր սովորել, չէ՞։ Հուսամ ինչ որ մեկն էլ կորոշի դրանք կնվիրի եւ դու ուսուցում կանցնես։ Առաջնային ոնց որ հիմա սա ունեցա, հիմա սրանով ենք ուզում։ Բայց սիրով ես անում, սիրով սովորում ես։ YouTube-ից օգտվում ես, նայում ես YouTube-ում ոնց է նա։ Նայում եմ, բացի նայելն էլ հարևանուհիս մատնահարդար, վարսահարդարը ինքը ինձ շատ է օգնում այդ հարցում, ինքն է սովորացնում, շատ սիրով, շատ ուրախությամբ։ Ահա, երբ որ եկար ես տուն, ես հիշում եմ կիսաքանդ շինություն էր, տուն չէ, էլի եկեք տուն չանվանենք սա, կիսակառույց շինություն էր, համարյա ընտանիք եւ դու ինձ պատմել ես, որ առաջի օրը ինչպես էիր հատակին նստած։ Ես առաջի օրը այստեղ մաքրելուց հատակին նստած մազերս էի ճիշտ նստած կողում, ու լաց էի լինում, որ անկեղծ ոնց որ գոմ լիներ։ Մտածում էի ոնց կարող եմ ես 4 բալիկներիս հետ այստեղ ապրել, բայց այլ ընտրանք չունեիր, չէ՞ փողոցում էի։ ուրիշ ու այո, չգիտեինք ինչ էինք անելու, կամ այստեղ էինք մնալու, կամ դրսում։ Եվ ես որոշեցի իմ մեջ ուժ կտա, որ այստեղ կփորձեմ ինչ-որ բան ավելացնել ու բալիկներիս համար ապահով կացարան կդառնա։ Հիմա արդեն որոշակի մեծ գործեր ունենք արված, էլի լիքը բարի մարդկանց օգնությամբ, հարևանների շնորհիվ, բարի, որ ամեն մեկը մի բանով կարողացել է օգնել։ Հիմա արդեն կարելի ասել տանը մնալու։ Կյանքի, այո, ես էլ եմ նկատում ու սիրով այս ջերմությունն էլ վառարանի մի այլ զգացողություն է պետք է փաստեմ եւ զուտ քո զգացողությունը, ասենք այդ ամիսներ առաջ ու հիմա ու այդ փոփոխությունը կյանքի։ Հիմա շատ լավ փոփոխություններ ունեմ, քանի որ առաջվա նման էլ չեմ նեղվում, որ դրսում ենք հայտնվելու կամ ինչ-որ բան, կամ ինքը անմխիթար շինություն է ուղղակի։ Հիմա շատ ուրախ եմ, հիմա տանից դուրս գալուց դաժե կարողանում եմ դուռը փակել, նոր դուրս գալ ու չմտածել, որ վայ կարող է հեսա մտնեմ, կարող է հեսա տանից մի բան պակասի կամ ինչ-որ բան, չգիտեմ։ Հիմա շատ ուրախ եմ, որ Հիմա քեզ երջանիկ համարում ես, քան այն այո, ժամանակ։ իհարկե, հիմա ավելի երջանիկ եմ ինձ համարում։
Հիմա բալիկներից երջանկությունն ամենակարևորն է, որ իրենց երջանկությունն ավելի առավել է դարձել։ Ապրեք, շնորհակալ եմ շատ Անուշիկ ջան, շնորհակալ եմ իմ առաքյալներին, որ միշտ իմ կողքին են, թեկուզ փոքր քայլերով, փոքր նախաձեռնություններով կարողանում եմ մասնակից լինել, աջակցել, գոնե լուսաբանել եւ ներկայացնել ձեզ եւ հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Անուշիկը ունի լվացքի մեքենայի կարիքը եւ ես շատ կցանկանայի, որ նա նաեւ այդ վարսահարդարման պարագաները ունենար եւ զուգահեռ մատնահարդարման հետ թող սովորի վարսահարդարում եւ ինչպես միշտ ու ինչպես ամեն անգամ ասում եմ, աղքատության կրճատման հիմքը ոլորտային կրթությունն է եւ մարդը, ով որոշում է ցանկացած տարիքում ձեռք բերել մասնագիտություն, միշտ օրինակ եմ բերում Ղազարոս Աղայանի Անահիտը եւ արհեստների մասին խոսում եմ շատ ավելին, քան բարձրագույն կրթության ու Անուշիկի պարագայում չեմ ուզում խոսել ցավով աղքատության մասին, այլ ցանկանում եմ խոսել որպես օրինակ եւ թող յուրաքանչյուրը փնտրի եւ կգտնի, որովհետեւ անհնարին ոչինչ չկա եւ ցանկացած իրավիճակից կա ելք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ իմ տիկին Հասմիկին, տիկին Աղավնին, մենքի բոլոր առաքյալներին, ովքեր միշտ մեր ծրագրերի կողքին են, իսկ ձեզ ասում եմ շնորհակալություն եթերներիս հետևելու համար, յուրաքանչյուրովդ կամ յուրաքանչյուրովդ ուժեղ եմ եւ յուրաքանչյուրիդ շնորհակալ եմ։ Ամենալավն ու բարին եւ արև ձեզ։